կարծում եմ, որ հայրենիքը էմոցիոնալ ընկալում այն ամեն ինչին, ինչ հարազատ է քո համար, դա քո մանկությունն է, քո շրջապատն է, քո մանկապարտեզն է, դպրոցն է, իհարկե առաջ երթին ընտանիքն է, փողոցն է, եւ միգուցե այսպիսի ձևակերպում տան քո էմոցիոնալ հավաքական հիշողությունն է քո կյանքի մասին եւ քո ապրելու միջավայրի մասին։ Ընկալումս սա է, թե երբ դա սկսվեց, կարծում եմ բնազդով շատ փոքր ժամանակվանից դա գալիս է։ Ընդհանրապես կա հետևյալը, չէ, կա փոքր հայրենիք, մեծ հայրենիք։ Հիմա փոքր հայրենիքը դա քո պապական տունն է, միջավայրն է, որտեղ դու մեծացել ես, մեծ հայրենիքը դա ավելի հավաքական պետություն, պետականություն եւ կարևոր այդ կապն է։ Այդ փոքր հայրենիքի եւ մեծ հայրենիքի էմոցիոնալ ընկալման եւ պետություն մարդ հարաբերությունների, դեպ սա տարբեր բաներ են, հայրենիք և պետություն իսկապես տարբեր են, պետությունը այնուամենայնիվ դա որոշակի քաղաքացի պետություն, պարտականություններ, պարտավորություններն են, որոնք սահմանադրությամբ ֆիքսված են, և ինչքան իրենք ավելի մոտ են իրար, այնքան լավ, ավելի կոմֆորտային երկիր է դառնում քաղաքացու համար։ Ռոբերտի ընտանիքը շատ գեղեցիկ, գրագետ և շատ տրադիցիոն հայկական արցախյան ընտանիք են։ Մայրը Տիկին Էման, շատ գեղեցիկ կին էր, երևի դուք կտեսնեք նկարներում, խիստ էր, Ռոբերտի պատմելով շատ խիստ էր և այդ ձևով ինքը դաստիարակեց իր զավակներին։ Իր հայրը Քոչարյան Սեդրակը ինքը գիտնական էր, ամբողջ կյանքը նա նվիրեց գիտությանը, ուներ նաև պետական պաշտոն և իր համար Արցախը շատ հատուկ միջավայր, հատուկ հող էր և մինչև կյանքի վերջում նա մնաց։ Եվ մեր հարևանուհին Տիկին Էլմիրան ես որ իմ կիսրարին չեմ տեսել, ասում էր, բելա դու չգիտես էդ ինչ մարդ էր, ինչ որակի մարդ էր։ Իրոք շատերից եմ լսել, որ ինքը հրաշալի մի ազնվորություն էր։ Որս մասին ամեն ինչ եմ հիշում, ամեն ինչ։ Հիշում եմ, որ շատ բնական էր, այդ ֆալշ հասկացողությունը չկար ընդհանրապես մարդու մեջ և իմ մոտ իմ հիշողության մեջ բետոնացվել է հենց այդ հանգամանք։ Պարզ հասկանալի մեծ գիտելիքների տեր, արհեստավար իր գործում, մի մարդ, որին կարելի է վստահել։ Նայելով հորը դու փորձում ես այդ արժեքային համակարգ, այդ մոտեցումները որդեգրել որպես քո կյանքի սկզբունք։ Եվ ես չեմ հիշում, որ իմ հերս հատուկ նպատակ դներ, ինձ նստացներ և քարոզեր, թե ինչն է լավը, ինչն է վատը, ինչ պետք է անեմ, որ ճիշտ մարդ մեծանամ։ Ես չեմ հիշում նման խոսակցություններ իմ հոր հետ։ Սեդրակ Քոչարյանի հայրը, Սարգիս Քոչարյանը, Դաշպուլաղ գյուղի քահանան էր։ Եկեղեցում աշխատեց մինչև 20 թվականների վերջը, երբ հիմնականում փակվեցին բոլոր եկեղեցիների դռները, յուրաքանչյուր գյուղ, Արցախի գյուղ ուներ իր քահանային, իր եկեղեցականին, որոնց դեր էին ասում։ Տեր էլի, տեր բառից, իր կինը Անուշ տատիկը, Ռոբերտը ասում էր շատ խիստ, այսպես տատիկ էր։
Ռոբերտի ավագույրը Իվետան, նա գերմաներենի փայլուն մասնագետ էր։ Տարիներ շարունակ նա դասավանդում էր տարբեր համալսարաններում։ Երկրորդ զավակը Վալերի Քոչարյանն է։ Մենք Վալերան հիմա մեզ հետ չի, նա զոհվել է, նա մահացել է, զոհվել է։ Եվ Վալերան մի շատ հետաքրքիր մարդ էր, երիտասարդ, իր մամայի նման գեղեցիկ տղամարդ էր ինքը, եւ գիտեք ինքը բաց էր։ Իրենք եղբայրներով մի քիչ տարբերվում են, շատախոս, խոսում էր, ծիծաղում էր, հա, այս ձևով, եւ աշխատում էր Սովետական Ղարաբաղ թերթում որպես լրագրող եւ շատ հետաքրքիր պատմվածքներ ուներ, գրում էր։ Պատերազմի ժամանակ նա սկսեց ըստ իր գիտելիքների սարքել նռնակներ, որովհետեւ զենքի խնդիր ունեն եւ հանկարծակի փորձարկման ժամանակ նա շատ լուրջ վիրավորվեց եւ համարյա մարմնի կեսը չկար։ Եվ մենք շատ այսպես միշտ հիշում ենք Վալերային եւ միշտ հուզվում ենք։ Ծնողներս մեզ շատ չէին սահմանափակում, ինչի համար ես շատ շնորհակալ եմ։ Այսինքն մենք ազատ էինք ժամանակ անցկացնել մեր ընկերների հետ, հաճախել տարբեր վայրեր ընկերների հետ, գնալ քաղաքից դուրս օրինակ ինչ-որ առիթների եւ այդ իմաստով կարելի ասել շատ չէր տարբերվում այդ դպրոցական կյանքը, հետո նաեւ ուսանողական կյանքը, բայց այնուամենայնիվ դա շատ մեծ պատասխանատվություն է, որ դու երկրի նախագահի զավակ ես եւ դու արդեն այդպես ես մեծանում։ Այսինքն մինչև հիմա այդ զգացողությունը կա իմ մեջ։ Երեխան շատ ավելի փոքր տարիքից բնազդով այդ ամեն ինչ տեսնում է։ Եվ ավելի շատ անում է այն, ինչ տեսնում է, ոչ թե այն, ինչ իրեն ասում են։ Եվ եթե հայրը անկեղծ չի, եթե ընտանիքում այդ անկեղծությունը չկա, եթե կեցվածքը մեկն է, խոսույթը ուրիշ է, երեխան շատ լավ է դասում։ Եվ ամենից լավ օրինակը ուղղակի սեփական օրինակն է։ Նա պատասխանատու էր մի ամբողջ երկրի համար, բայց նրա ամբողջ ազատ ժամանակը եւ հանգիստը թե ամառային, թե ձմեռային ընտանիքի հետ էր։ Ես հիշում եմ, որ նա վերադառնում էր տուն, մենք ապրում էինք այդ կառավարական ամառանոցում, որտեղ կար լողավազան, անպայման մի կես ժամ լողում էր, հետո նրա ճաշն էր եւ լուրեր էր նայում ընթրիքի ժամանակ, հետո անպայման միասին զբոսնում էինք։ Եվ դա մեր ժամանակն էր իրար հետ խոսելու, երբ որ պատմում էի դասերիս մասին, ընկերների մասին, նորությունների մասին։ Ղարաբաղում հանգամանքները բերեցին նրան, որ ես պատասխանատվություն ստանձնեցի ուղղակի երկրի ճակատագրի համար, ընտանիքը ամբողջությամբ այնտեղ էր ապրում, երևի բացառությամբ 1-2 ամսվա, երբ Պելան վիրավորվել էր եւ միայն դա էր իրեն բացակայության բանը հանգամանքը եղել, բայց ամբողջությամբ այնտեղ են եւ տեսել են այն ամենը, ինչով ապրել է, ինչով անցել է մեր ժողովուրդը Ղարաբաղում։ Այն ժամանակ ամբողջ
Ստեփանատերտը ապրում էր նկողներում, եթե ինչ-որ մեկը նկող չուներ, ուրեմն հարևան է նկողում մի քանի ընտանիքով, ապրում էին եւ Շուշիից գրադով երբ ռմբակոծում էին, sense թվում էր թե մեր նկողը ավելի այդ շենքի ավելի ճիշտ անկյան տակ էր եւ մոտ 4-5 ընտանիք մեր հետ միասին էին ապրում այդ ժամանակահատվածում։ Ամբողջությամբ ուրիշ աշխարհ էր, ուրիշ կյանք էր, շատ տարբեր, վախով լի, բայց միևնույն ժամանակ նաև ուրախ պահերով, որովհետև մենք բոլորս միասին էինք նկողում մեր բարեկամների հետ, հարևանների հետ եւ կարծես այդ դժվար պահը միասին կիսելը իր մարդկանց ավելի է չէ մոտեցնում եւ այնքան սովորական էր ինչ որ պահի դարձել այդ ամենը, որ մենք նկողում նշում էինք տոներ, ծնունդներ եւ շատ ուրախ էր անցնում։ Բոլորի պես, այստեղ որևէ յուրահատուկ պայմաններ մեր ընտանիքի երբեք չունեցան։ Եվ պատվով անցան այս ամեն ինչով, երբեք չեմ լսել նվնվոց ոչ Բելայից, ոչ երեխեքից, եւ ընդհանրապես այն ժամանակ բոլորի մոտ ընկալում այնպեսին էր, որ սա ճակատագիր է եւ բոլորս պետք է sense մեկ մարդու պես այդ դժվարությունները հաղթահարելով հասնենք մեր նպատակին, հաղթանակին։ Եվ հասանք։ Մենք ունեցանք հաղթած պատերազմ եւ մենք շատ այդպես բարձենում էինք եւ դա օգնեց որպեսզի ժողովուրդը ճիշտ գնահատի ամեն ինչը եւ առաջ գնա։ Ստանձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնը երդվում եմ լինել Հանրապետության սահմանադրության ու օրենքների պաշտպանության, անկախության ու ժողովրդավարության, քաղաքացիների անվտանգության, իրավունքների ու ազատությունների ապահովման երաշխավոր։ Այսօր ես կարող եմ վստահորեն ասել, որ մեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է։ 88 մինչև պատերազմի ավարտը եւ պատերազմից հետո իհարկե մինչև 97 թվականը մինչև ես տեղաշարժվեցի, հրավիրվեցի Հայաստան։ Շատ ծանր դարանք, շատ ծանր։ Բայց ասացիորով ինչու եք գնում, բոլորը մեր բարեկամները, ծանոթները, ընկերներս ուր եք գնում, մեզ մենակ եք թողում, ասաց գիտես սա պարտավոր, ես պարտավոր եմ, գիտես ես շատ եմ ուզում։ Այդպես մենք այցելեցի եկանք Հայաստան, Երևան։ Հասկանում եմ, որ գնալով եմ Հայաստան, ես իմ պատասխանատվությունս մեր ժողովրդի առաջ կրկնապատկում եմ։ Եվ ես կանեմ ամեն ինչ, որ այդ պատասխանատվության տակից կարողանամ դուրս գամ։ Ընդհանրապես մեր ընկալումը միշտ եղել է, որ Հայաստանը բոլոր հայրենիքն է եւ ղարաբաղցիների մոտ ընկալումը այդպեսին էր։ Արեստացին ինչ որ ստեղծած ինչ որ բաներ, երբ որ փորձում էին տարանջատել Ղարաբաղցի հայաստանցի, նույնիսկ դա Ղարաբաղում բավական մարդիկ ծանր էին տանում։ Ցավոք որոշ չափով Հայաստանում արմատավորված է այս հանգամանքը։
ի հակառակ տարածված կարծիքին, որ նախագահի հետ Ղարաբաղից բերված ինչ-որ անվտանգության աշխատակիցներ են, նման բան չկա։ Բոլորս Հայաստանից էինք, անձամբ ես Արմավիրի մարզից, Հրքաշատ գյուղից։ Նախագահի հետ աշխատել եմ 1997 թվականից, երբ որ նախագահան վարչապետ նշանակվեց Հայաստանի Հանրապետությունում։ Գիտեք, նախագահի որակներից բացառիկ է գերմանական ճշտապահությունը, այդպես են ասում, որը բերեց նրան, որ Հայաստանում իմ կարծիքով, իհարկե մասնագետները ավելի լավ կասեն այդ բնակավարի աղողակարգի, որ ստեղծվեց աղողակարգ Հայաստանում այդ տարիներին։ Ունիկալ դեպք է քաղաքագիտության պատմության մեջ, ընդհանրապես քաղաքականության, երբ գործող ղեկավարը իր ֆինիշի կետի ժամանակ ունենում է բացասական շատ ցածր ընկալում ու պաշտոնաթողությունից հետո այդ նասլոյկեքը, այդ ստի տենց հարկերով դասավորվող, որոնց, ինչ ասեմ, եթե ասեմ 99% սուտ էր, ես կստնեմ, որտեվ դրանից շատն էր սուտ։ Եթե սենց տարբեր լրատվամիջոցներով նպատակաուղղված քո դեմ աշխատում են, իսկ դու սենց մեկ անգամ հերքում ես, երկրորդ անգամ, երրորդ անգամ դինում ես դատարան, մի քանի դատական գործ հաղթել ենք զրպարտության հետ կապված, բայց դու տեսնում ես, որ մեկը նույնը շարունակվում է եւ հետո գալիս է մի պահ եւ ասում ես լավ ասել զահլա չունեմ, ինչ ուզում են գրեն։ Հիմնական մեծ ստերի հետ կապված, թե ներողություն են խնդրել, թե հերքել են, թե ինչ-որ փոխհատուցումներ են տվել, բայց քանի որ թե իշխանական, թե ընդդիմադիր թևից անընդհատ գալիս էր այդ պատոկը, երևի դրա հետ որևէ բան անհնար էր անել։ Կարող եմ նաև պատմել, թե ոնց եղավ, ինչի ես որոշեցի դա չանել։ Մեկ պաշտոնյա, որը իմ հետ բավական երկար աշխատել եւ լավ էր աշխատել, մի հարցով ինձ դիմեց, որ ես իրեն օգնեմ, եւ այդ հարցը կապված էր մի ընկերության հետ, որը վերնագրում էին ինձ, որի հետ ես կապ չունեմ։ Երբ ինքը ինձ զանգեց եւ խնդրեց, որ ես այդ հարցը իրեն համար լուծեմ, ասի, որ ես կապ չունեմ, բա ոնց, բա ընդհանրապես իրոք կապ չունեմ, ասի կապ չունեմ ընդհանրապես, հասկացա, որ անիմաստ է այդ երևույթի դեմ պայքարել։ Եթե այդ պաշտոնյան այնուամենայնիվ մտածում էր, որ կարող է պատահի դա ճիշտ է, խոսքը գնում է կոնկրետ քաջարանի զամոլեդնային կոմբինատի մասին, որի հետ որևէ կապ երբևէ չեմ ունեցել։ Բայց դրանից հետո ուղղակի սենց ասի լավ ասի անիմաստ է, եթե այդ մարդը հավատաց բամբասանքներին կամ նման զրպարտությանը, ապա ես ուղղակի իզուր ժամանակ եմ ծախսում արդարանալու ինչ-որ բաներ պրոսեսների վրա, դատական եւ այլ։ Սա է պատճառը։ Օրինակ ես հիմա էլ ինչ-որ լուրեր կան կամ ընկերներիցս թեկուզ ծանոթներիցս ինչ-որ բաներ եմ լսում, որոնք այնքան աբսուրդային են, որ ես դրանց չեմ հավատում։ Ու երևի նույն ձև մտածում ես, որ քո մասին, քո ընտանիքի մասին ինչ-որ տենց աբսուրդային բան է ասվում, մտածում ես լավ, ինչպես կարելի է դրան հավատալ ու մտածում ես ավելի լավ է ուշադրություն չդարձնել, այսպեսին էր մեր մոտեցումը, որը սակայն պարզվեց սխալ էր, պետք էր ամեն ինչ հերթով հերքել։ Հիմնականում դա արվում էր մեկ նպատակով, մարդիկ մտածում են, թե ես հաստատ վերադառնալու եմ եւ փորձել ամեն ինչ անել, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձ։ Բայց իրականում վերադառնալու որևէ ցանկություն չեմ ունեցել։ Եթե իրադարձությունները այսպիսինը չլինեին, երբեք մտքովս էլ չէր անցնի։ Ինչ եք անում, գալիս եք։
Հասկանում եմ, որ այսօր զսպվածությունը տրենդային չի, այսպես ասենք, հիմա տրենդայինը շատ խոսալն է, տակից գլխից, ու ամենից մեծ տրենդը այսօր ստախոսությունն է, դա իմը չի։ Հիմա հույս ունեմ, ինչ որ չափով հույս ունեմ, որ մարդիկ հոգնել են ստախոսությունից եւ միգուցե այդ տրենդը փոխվի։ Ասենց տպավորությունը այնպեսին է, որ ստելը այլևս ամոթալի դրսևորում չի մարդու կողմից։ Սա ինձ համար ամենից շոկային ընկալումն էր։ Շատ երկար կարելի է խոսել, բայց ես մի բանի վրա կուզեի հատուկ կենտրոնանալ, ես նկատեցի, որ ինքը սուտ չի կարողանում խոսել։ Ուղղակի չի կարողանում սուտ խոսել։ Եվ ես ինչ-որ ինքս իմ մեջ դրա շուրջ որ մտածել եմ, դրա ասելով այդ հատկության շուրջ որ մտածել եմ, ես հասկացել եմ, երևի ինքը իր արժանապատվությունից ցածր է համարում սուտ խոսել։ Երբ ղեկավարը սկսում է ստել, ապա ստելը դառնում է տրենդային, որովհետև ղեկավարի կեցվածքը ինչ որտեղ բանա մոդայիկ է դառնում, չէ, ինչ որ մի երևույթ սարքում է տրենդային կամ ոչ տրենդային։ Սա դեգրադացիա է ենթարկում ամբողջ հասարակությունը եւ երկիրն է դեգրադացվում այդ պատճառով։ Ամեն մարդ երևի պետք է նայի իր կյանքում տեսած օրինակներին, օրինակ հիշի իր մանկությունը եւ հիշի, եթե դպրոցի տնօրենը խիստ էր, դպրոցում կարգ ու կանոն կար եւ այդ կարգ ու կանոնի շնորհիվ նաեւ ինքը ստացել է լավ կրթություն։ Ստեփանակերտում սենց ռուսերեն բառ էին ասում են մարոզա, սենց եթե ինչ որ մեկը խիստ է, բայց արդյունքը այդ խստությունը քո կյանքի վրա ինչպիսի ազդեցություն է ունեցել։ Ամենից վատ բանը սենց բարդակ ընկալող, բարդակ ընդունող առաջնորդն է։ Թվում է, թե ինքը լավ մարդ է, ասում են, ես լավ մարդ եմ, ես հետ նստած, երկու բաժակեր խմեց, ծիծաղեց, ինչ որ մի բան էլ ասաց, բայց այն ինչի համար ինքը պետք է առաջնորդություն իրականացնի, ձախողեց ամբողջությամբ։ Խստությունը շատ կատեգորիկ է հնչում, այսինքն շատ չափի մեջ էր նրա խստությունը, այսինքն ինչ-որ բաներ էին, որ նորմալ է, գրեթե բոլորի հայրերն էլ դա պահանջում են իրենց զավակներից եւ դուստրերից, ինչ-որ ավել բան դրանից դուրս չկար։ Բայց միևնույն ժամանակ, գիտեք, օրինակ հարցեր կար, որոնց շուրջ մայրս ավելի խիստ էր։ Պաշտոնավարումից հետո բավական ազատ կյանքով է ապրում, աշխատում է խոշոր ընկերության մեջ եւ այդ տեսանկյունից աշխատանքս հետաքրքիր էր եւ ավելի շատ քո գիտելիքներն էին, այսպես ասենք, անհրաժեշտ այդ ընկերությանը, քո փորձը, գիտելիքները, մեծ համակարգերի կառավարման փորձը հատկապես։ Պաշտոնաթողությունից հետո նախագահան եվրոպական շրջակայությունում ոչ մի անգամ անվտանգության աշխատակից չի ուղեկցել։ Նախորդ իր նաև ավիատրիչները եւ ավտովարձույթը on-line պատվիրել է ինքնուրույն, ինքն էլ վարել է Եվրոպայում, ամեն ինչը ինքն է կազմակերպել։ Հասկանում եմ, որ Հայաստանում որոշակի լարվածություն կա կուտակված եւ ինձ համար առաջի ազդակը եղավ, երբ գունդը գրավեցին 16 թվականներ, եթե չեմ սխալվում, ինչի համար եղավ ազդակ, որ կա ներքին լուրջ լարվածություն կուտակված, 3 ոստիկան զոհվեց, բայց մեծ հանրահավաք էր ի պաշտպանություն
ըստ էության ահաբեկչության գործողության։ Հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյան։ Սա ես այն ժամանակ նույնիսկ հարցազրույց տվեցի, ասացի, սա դեղին քարտ է իշխանությունների համար։ Եվ իմ տպավորությամբ ուղղակի այդ ազդակը չլսվեց։ Եվ հետո եղավ 18 թվականը անսպասելի էր երևույթը, բայց կրկնեմ կար այն զգացողությունը, որ կուտակված մեծ լարվածություն կա ներսում։ Հրաժարական հետևել վարչապետ Սերժ Սարգսյանը փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է, ես կատարում եմ ձեր պահանջը, ասել է։ Եվ այն ժամանակ ես բավական ակտիվ եւ ելույթներ ունեցա եւ մտահոգությունս հայտնեցի, քանի որ մի բան հասկանալի էր, որ իշխանության են եկել մարդիկ, որոնք չունեն փորձ, որոնք չունեն անցած ճանապարհ եւ որոնց sense այսպես ասեմ հեղափոխական տրամադրությունը չի կարող բերել կառուցողական արդյունավետության։ Ինձ վերադարձրեցին քաղաքականություն, սա այն դասական արտահայտությունն է, որ ասում է դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը սկսում է զբաղվել քեզնով։ Այդ դասական այդ օրինակն էր։ Սեդրակ Քոչարյանի զանգ ստացա, առաջարկեց հանդիպել, հանդիպեցինք եւ նա ինձ առաջարկեց Արոն Քոչարյանի գործով զբաղվել։ Այդ ժամանակ, երբ Սեդրակ Քոչարյանի հետ հանդիպեցինք, նախագահ Քոչարյանը արդեն մի քանի օր է ինչ կալանավորված էր։ Եվ այդպես սկսվեց մեր համագործակցությունը։ Նախագահային մոտիկից ու ոչ միայն մոտիկից, նաև հեռվից սովորական քաղաքացիներ, որոնք իր կերպարը ճիշտ ընկալել են, իրանց համար հասկանալի հաստատ չէր լինի, որ չգար ու չպայքարեր, ու տեղի ունեցավ այն իր վերադարձով գալով ու պայքարելով, այն ինչը չէր կարա տեղի չունենար պարզապես ապրիորի։ Մարդիկ արդեն հնարել էին մի բան, որը իրենց անհրաժեշտ էր այդ իրադարձությունների արյունը իրենց վրայից մաքրելու, այդ քաոս ստեղծելու արյունը մաքրելու, ու այդ մարդիկ իշխանության էին, то есть իրանք ամեն ինչ պետք է անեն։ Պետք է նշեմ, որ ընտանիքի ոչ մի անդամի մոտ չկար այդ միտքը, միգուցե ավելի լավ է թողնել եւ հեռանալ երկրից, հակառակը բոլորս միակարծիք էինք նրա շուրջ, որ պետք է մնալ, պայքարել եւ ապացուցել, որ մենք ճիշտ ենք եւ մեր ընտանիքի անունը եւ պատիվը բարձր պահել։ Այսինքն նման միտք հեռանալու երբեք չի եղել։ Բայց իհարկե հիմնական շարժառիթը այն վտանգն էր, որը կախվեց Արցախի գլխին։ Այն վիճակը չէր, որ նստենք մտածենք, թե ինչ անել։ Սա ռացիոնալ որոշում չէր, անկասկած, եւ դրա մասին ես հրապարակային նաեւ արդեն ասել եմ։ Սա ավելի շատ որոշում էր, որը դաստիարակությունից էր գալիս քո աշխարհայացքից, ընդհանրապես բնավորությունից։ Հեղափոխական ալիքը այնքան մեծ էր Հայաստանում, իսկապես մեծ էր եւ դժվար է դիմանալ այդպիսի ալիքին եւ բոլորից պահանջել այդ կարգի կամքի դրսևորում չեմ կարծում, որ ճիշտ է։ Վիճակը շատ ավելի ուրիշ է, քան հիմա օրինակ, քան նույնիսկ 1 տարի առաջ, 2 տարի առաջ, իսկ 18 թվականին այդ ամեն ինչի դեմ ուղղակի կաղնել բացահայտ, բաց, սենց ամբողջ բոյով եւ ասել, որ պայքարելու եմ ձեր դեմ, դժվար որոշում էր։ Այսօր դες կանչել են հատուկ հնչական ծառայություն։
երևի առաջինն ենք, որ պետք է տեղեկանանք, թե ինչ զրույց եղավ, ինչի համար են դες կանչել եւ ինչ կարգավիճակով են կանչել։ Կանչել են հենց վկայի կարգավիճակով, բայց հենց առաջին նախադասությունը քննիչի հետևյալն էր, որ այդ կարգավիճակը փոխում են եւ մեղադրանք են առաջադրում։ Այդ օրը այստեղ նախագահան վերադարձից հետո հարցազրույց տվեց, հայտնի հարցազրույցը, հետո արդեն ու շատ ուշեր ու այդ հրավերը եկավ, որ պետք է գնային փաստաբանների հետ ու նախագահան այստեղից գնաց։ Գիտեք, որ պրոյեկցիա եմ անում այս ին վրա կամ սովորական ուրիշ մարդկանց վրա, երևի մի հատ գնաց տուն ու որդիներն էին ստեղ։ Պարզեր որ գնում էին դատարան, նախագահին կալանավորել էին վստահ։ Գիտեք, այդ պահը նախագահան ինքը մեզ ոնց որ ինքը մեզ ուշ տար, որ սա պայքար է, մենք ճիշտ ենք, մենք հաղթելու ենք։ Ու դա հենց այդ գիշերն էր, այդ գիշերային նիստը, որ հետո պարզվեց, որ իրար զանգում են հեռախոսով, դատավորներին զանգում են, գործը ջուր էր, բայց ուզեք-չուզեք կալանքը տալու են։ Անգեր ջան։ Դատավորը որ պետք է կալանքը տա։ Հա։ Դրան ասել եմ դուխով բամիաթիները պրոստը նայեն պարոն Վանեցյան զանգին զեկուցեմ էսանը մենանում։ Ասինայի պետք է։ Ասինայի հիմքերը կզանգես, բայց կալանքը ուզես պետք է տաս։ Իսկ Քոչարյանի հետ կապված ինչ կա նորություն կա։ Քոչարյանի հետ կապված դատարանում հələ լսում են հեսա կտան բանը։ Քոչարյանը կլինի։ Դատարանը կալանքի որոշում է կայացրել, ավել բան այս պահին չեմ կարող ասել։ Այն մեղադրանքները, որոնք առաջադրվում են նախագահ Քոչարյանին, անիմն են, որևէ կասկած չունենք, որ նախագահ Քոչարյանը արտարացվելու է եւ հասարակությունը հասկանալու է, թե ինչպես են իրեն տարիներ շարունակ խաբել, հրամցնելով կեղծ փաստեր եւ կեղծ տեղեկություններ, ինչպես պարոն Օրբելյանը ասեց, նաեւ խաղալով ժողովրդի հուզական այսպես տրամադրությունների վրա։ Իմ կալանքը 6-7 անգամ երկարաձգվել էր եւ ես տեսնում էի նայում էի դատավորների աչքերին, ոչ մեկը չէր ուզում աչքերիդ նայել, շատ լավ հասկանում էին, որ ապօրինի սխալ որոշումներ են կայացնում, բայց այնուամենայնիվ այդ որոշումները կայացնում էին։ Բավարար անկախություն գործադիր իշխանությունից ոնց որ չկա։ Սահմանադրությունը ենթադրում է իր կարգավորումներով, որ դատական համակարգը անկախ է, բայց փաստացի անկախ չի, այստեղ լուրջ անելիքներ կա, փոփոխության կարիք կա։ Ուրեմն որոշումների ընդունման հետ կապված, տեսեք, չի եղել մի կարևոր որոշում, որի ընդունումից առաջ մանրամասը քննարկումներ պարոն Քոչարյանի հետ չլինեին։ Բայց ինքը ոչ թե իր կարծիքը թելադրում էր, ու նույնիսկ ես ձեզ ասեմ, ոչ էլ բացահայտում էր իր կարծիքը, այլ ինքը մանրակրկիտ հարցեր էր տալիս ամեն դետալի հետ կապված։ Եվ լինում էր, երբ որ մենք համաձայն չէինք լինում իր տեսակետի հետ, այսինքն պարոն Քոչարյանի հարցերից, նրա մեկնաբանություններից ես հասկանում էի, որ օրինակ ինքը այն կարծիքի չի, ինչ որ ես եմ։ Եվ երբ որ արդեն վերջնական որոշումը կայացնելու պահները լինում, ինքը ասում էր վարվի այնպես, ինչպես որ դու ես գտնում։ Այդ գիտեք, այդ կրկնակի պատասխանատվությունը դնում փաստաբանի վրա։ Կարծում եմ դուք տեսել եք ոչ օրենքը, ոչ օրինականություն։ Ռեժիմը այդ քրեակատարողականում շատ խիստ է, որևէ շփում, որևէ ինչ որ հանցավոր աշխարհի հետ եւ այլն, այդտեղ ուղղակի հնարավոր չի, ոչ մեկի կրկնեմ, երեսը չես տեսնում։
Մենակ էի շատ փոքր խոցում 7.5 քառակուսի մետր էր մոտարապես մարզվելու տեղ չկար բայց ոչի այդ փոքր տարածքի մեջ sense յոգայի էլեմենտներն էր որ հնարավորություն են տալիս որոշ բաներ sense push-up բան նման կարգի վարժություններ որը 1 ժամ քայլելու տեղ կար հանդեղ սկսում ես հետո խոցում շարունակում ես քանի որ ուրիշ զբաղմունք չկա կամ գիրք պիտի կարդաս կամ պիտի մարզվես այդ երկուսի համադրությունը մեկից օգնում ես մյուսն ես անում մյուսից օգնում ես մյուսն ես անում արանքում փաստաբանների հետ ես հանդիպում այդքանը ամեն օր փաստաբաններից որևիցե մեկը նախագահի հետ հանդիպում էր քրեակատարողական հիմնարկում առաջին հերթին հենց գործի շահերից ելնելով ոչ թե ինչ-որ բարոյական աջակցության տեսակետից, որովհետև ինչքան հասցրել եմ տարի ու կես ինքը կալանքի տակ է գտնվել, բարոյական աջակցության կարիք ինքը չուներ։ Այսպիսով ուրեմն շաբաթը 2 կամ 3 անգամ ես իրա մոտ եմ գտնվել ու հասցրել եմ նկատել հետաքրքիր մի բան։ Նա գտնվում էր մենախցում։ Եվ սովորաբար երբ որ անձը կալանավորված է, հատկապես երբ որ ինքը գտնվում է մենախցի մեջ, ինքը ունի շփման կարիք։ Այսինքն երբ որ գալիս ես պաշտպանյալիդ մոտ, սովորաբար կալանքի տակ գտնվող պաշտպանյալիդ մոտ եւ հատկապես երբ որ ինքը մենախցում է, զգում ես որ ինքը չի ուզում որ դու շուտ գնաս։ Նախագահ Քոչարյանի մոտ մի քիչ ուրիշ մոտեցում էր, ինքը օրը այնպես էր կազմակերպել, որ հավանաբար մոտավորապես մի ժամ էր թողել փաստաբանների հետ օրական շփման համար, ուրիշ ժամանակ չուներ։ Եվ երբ որ արդեն մի ժամից ավել մեր հանդիպման տևողությունը արդեն ձգվում էր մի ժամից ավել, ինքը իհարկե իմիջիայլոց շատ նրբանկատ մարդ է, չէր ուղիղ ասում, բայց իր որոշ վարքագծից եւ իր որոշ խոսքերից ես հասկանում եի, որ ինքը արդեն շտապում է գնա խուց, որովհետեւ արդեն ինչ որ մի հատ ուրիշ պլաններ կա գծած խցում։ Հերոսացույցը բոլորի մոտ էր, դա բան չէր, դա արտոնություն չէր ինչ որ մեկի համար։ Ընդհանրապես ցուցմունք չեմ տվել, բողոք չեմ ունեցել, բայց պետք է ասեմ, որ քրեակատարողական հիմնարկի աշխատողների վերաբերմունքը շատ հարգալից էր։ Այդ պետք է ասեմ, եւ մարդիկ իրենք էին շփոթված նաեւ, թե ինչ է կատարվում, ինչու է այսպես, ուղղակի մարդիկ ամաչում են, թե դեմքիդ նայեն։ Հետո ավելի ուշ Լևոնը եկավ Սիրուշոյի հետ, եկել էին, բայց մեծ տոս հարգելված էր։ Ես տեսա արդարադատության համակարգի նկատմամբ, դատաիրավական համակարգի նկատմամբ, իրավապահ համակարգի նկատմամբ այնպիսի ճնշումներ երկրի ղեկավարության կողմից, որոնց մասին նույնիսկ գրքերում չեմ կարդացել։ Հասկանում եք, որպես վատ օրինակ ոչ միտեղ չեմ լսել։ Օրինակ, որ երկրի ղեկավարը հայտարարի, որ վաղը գնում ենք դատարանները փակենք։ Կամ որ սահմանադրական դատարանի դատավորի վրա սահմանադրական դատարանի դռներից դուրս հարցակում տեղի ունենա, այն էլ կին դատավորի եւ մի քանի ոստիկան մի 20 մետրի վրա կանգնած լինեն եւ այդպես էլի հետաքրքրությամբ դիտեն թե ինչ է կատարվում։ Կամ դատավորը, որը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակեց, Դավիթ Գրիգորյան։ Նրա նկատմամբ տեղի ունենա ամենաիսկական հարձակումը։ Եվ հետո էլ նրա նկատմամբ հարուցվի քրեական գործ, որը հետագայում պարզվեց, որ ակնհայտ անիմուն քրեական գործ էր։ Եվ այդ պայմաններում առավել հաճելի է գիտակցել, որ մենք այնուամենայնիվ հաղթեցինք։ Ռուսաստանի նախագահն այցելեց, ինքը այսպես աթոռները դրեց, ասեց Լևոնը նստեք, խոսենք, շատ ցավալի էր այդ ամենը տեսնելը։ 3-4 հոգի ենք սենյակում, երբ որ ինքը 5 րոպեվա մեջ նկարագրեց ինչ է իրավիճակը։ Նախագահի անվտանգության ամենալարված շրջանը 44-րդ պատերազմ։ Այդ պատերազմում մենք չպետք է պարտվեինք։ Պարտվելու պատերազմ չէր։ Եվ այդ չոր, ռացիոնալ տրամադրությունը փոխանցել մեզ։
Սեդրակ Քոչարյանի հայրը Սարգիս Քոչարյանը Դաշպուլաղ գյուղի քահանան էր։ Ընտանիքը ամբողջությամբ այնտեղ էր ապրում, բացառությամբ 1-2 ամսվա, երբ Բելան վիրավորվել էր։ Ինքը ինձ զանգեց եւ խնդրեց, որ ես այդ հարցը իրեն համար լուծեմ։ Ինձ համար առաջի ազդակը եղավ, երբ գունդը գրավեցին։ Հրաժարական է տվել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Այդ ժամանակ, երբ Սեդրակ Քոչարյանի հետ հանդիպեցինք, նախագահ Քոչարյանն արդեն մի քանի օր է ինչ կալանավորված էր։ Դա հենց այդ գիշերն էր, այդ գիշերային նիստը, որ հետո պարզվեց, որ իրար զանգում են հեռախոսով։ Իսկ Քոչարյանի հետ կապված ինչ կա նորություն կա։ Քոչարյանը կլինի։ Մենակ էի, շատ փոքր խոցում, 7.5 քառակուսի մետր էր։ Ինձ ասացին, որ Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինը պիտի այցելի Հայաստան, Երևան եւ հանդիպում ունենա Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Եվ ասացին, որ կարող է նաեւ լինի հանդիպում ինձ հետ։ Ինքը այսպես աթոռները դրեց, ասեց Լևոննա նստեք, խոսենք։ Ես ասում իր հետ զրուցել եմ, ասել եմ այն ինչ որ արել է Քոչարյանը, ճիշտ էր արել, որովհետև նույնիսկ այդ բառը օգտագործեց, ասաց, թե չէ կլիներ սմուտա, ասաց, была бы սմուտա։ Ինքը իր կոնստիտուցիոն պարտականությունը կատարել է։ Այսպես խոսեցինք, հետո Լևոնը եկավ, բարևեց, մի քիչ խոսեցինք եւ նույնիսկ ես ասացի, չգիտեմ ինչ հարաբերություններ, բայց Լյուդմիլա Ալեքսանդրովնային կբարևեք, ասաց այո, մենք շատ լավ հարաբերություններ, ես անպայման կասեմ, որ հանդիպել եմ ձեզ հետ։ Շատ ցավալի էր այդ ամենը տեսնելը։ Շատ ցավալի էր նրան այդ ապօրինի եւ շինծու քրեական գործի շրջանակներում տեսնելը, դատական նիստերի դահլիճում տեսնելը, բայց դա էլ մի փորձություն էր, որի միջով կարծում եմ նա պատվով անցավ։ Սա եւս մի փորձ է, որը ձեր բերեցի։ Իմ այսպես ասենք փորձով հարուստ կյանքում պատերազմից սկսած մեծ համակարգեր կառավարելու Ղարաբաղ, Հայաստան, տարբեր ոլորտներում նույնիսկ փորձագիտական մակարդակի գիտելիքներին գումարվեց նաև բանտում մնալու փորձ եւ դիմակայելու։ Սա նշանակում է, որ 301-րդ հոդվածով, ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այս քրեական հետապնդումը 301-րդ հոդվածով դադարեցվելու է։ Նախագահ Քոչարյանի աջակիցների ողջունում եմ, ես շնորհավորում այս օրվա ակտիվի համար։ Ժողովուրդը հաղթեց։ 18 թվականին, երբ որ բանտից դուրս եկել, առաջի անգամ այդ ժամանակ եմ հանդիպել։ Դրանից հետո է սկսվել մեր համագործակցության այս նոր փուլը, այսպես ասած։ Նախագահին տեսել եմ շատ տարբեր իրավիճակներում։ Տեսել եմ 19 թվականին հիշեք երկրը ինչ մթնոլորտի մեջ է։ Տեսել եմ պատերազմի օրերին, պատերազմը սկսելուց 2 օր հետո Արցախում այդ սենյակում խոսված յուրաքանչյուր բառ մինչև հիմա ասենց ու այդ պատկերը ամեն ինչ աչքից դիմաց է։ 3-4 հոգի ենք սենյակում սեպտեմբերի 29 կամ 30-ին։ Երբ որ ինքը 5 րոպեվա մեջ նկարագրեց ինչ է իրավիճակը ու այսպես շարունակվելու դեպքում ինչ պատկեր ենք ունենալու տեղի վրա լուծումները ստեղծված իրավիճակից դուրս գալու իր պատկերացումները ներկայացրեց։ Ադրբեջանական զորքերը հարձակման են անցել ամբողջ երկրում։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային եւ մթնային հարձակում։ Հետապնդում են նաեւ բանակը հայտնել է, որ նավթական տվյալով 16-ին ծառայող է զոհվել։ Իրավունքի թիվը անցնում է 100-ը։ Զոհեր ունենք նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում։ Արավներ, իրավոր, եկեք ստեղ ավտոցստեղ։ Քաղաքավետանի շենքում հրետակոծություն եղավ։
Երկու շաբաթ Ղարաբաղում էի պատերազմի 3-րդ օրից եւ իսկապես դժվար էր նայել թե ինչպես է քանդում ամեն օր այն ինչ դու կառուցել ես կամ քո մասնակցությամբ ակտիվ կառուցվել եւ ամրացվել էր։ Դժվար էր հատկապես երբ անում ես առաջարկներ միջնորդված այն ժամանակ Ղարաբաղի նախագահը ոչի վախենում էր շփվել կոնկրետ իմ հետ առաջարկները ոչ թե չէին ընդունում, ընդհանրապես չէին ուզում լսել։ Եվ հետո ժամանակ անց ուղղակի հասկանալի էր, որ անիմաստ է անդեմանալ, քանի որ որևէ մեկը պատրաստ չի որևէ կերպ, այսպես ներգրավել Արցախի պաշտպանության գործում։ Հիմա ինձ համար ավելի հասկանալի է, թե ինչ է կատարվել։ Նախագահի անվտանգության ամենալարված շրջանը կարծում եմ 44-րդ պատերազմը։ Արցախում էինք այդ ժամանակ, որովհետև արդեն երբ որ Ստեփանակերտներ գնդակոծվում, այդ ժամանակ շատ բարձր էր տանկը։ Երևի Արցախի կորուստներ, որ նրան էմոցիոնալ էր դարձրել, միգուցե այդ օրերին էի ավելի էմոցիոնալ նրան տեսնում, այն որ իր ընկերները, Արցախի նախկին նախագահները այժմ ադրբեջանական բանտում են, կարծում եմ դա էլ որոշակի էմոցիոնալ պահ է իր համար, բայց ընդհանրապես նա էմոցիոնալ է, բայց դու չես տեսնում նրա էմոցիաները։ Ես տեսել եմ այդ ապրումները պատերազմի օրը։ Իր այդ էմոցիաները թաքցնելը, ցույց չտալը ամենաբարդ իրավիճակում ու նաև այն երջանկության պահին շատ դժվար է հասկանալ։ Այս իմաստով ինքը շատ զուսպ է, այս իր չճանաչողները կարող է չհասկանամ։ Մենք այդ չքնաղ երկրում թողել ենք մեր հարազատների, մեր զոհված զինվորների շիրիմները։ Դա ինչ շատ է տանջում։ Հիմա այդ բան չկա։ Հիմա բացահայտ ասում են, որ Արցախը զոհաբերել են, 5000 մարդ զոհաբերել են, 12000 մարդ վիրավորված էր, մեկ նպատակի համար հանուն ոչինչի կամ հանուն ասենց Հայաստանի իբրև ինքնիշխանության։ Այդ պատերազմում մենք չպետք է պարտվեինք։ Պարտվելու պատերազմ չէր հեչ։ Ես հիշում եմ հատկապես Արցախի կորստից հետո ինչքան թևաթափ էինք եղել բոլորս, որտեղ մեր հիմնական պայքարը առանցքը եղել է, որ հայ մարդը կարողանա ապրել իր հայրենիքում։ Նախագահ Քոչարյանի պայքարը, իր անցած ամբողջ ուղին է եղել դրա մասին։ Եվ ես հիշում եմ, որ ասենց անկումային տրամադրություններով հիասթափված, ամեն բանից այսպես ընկճված գալիս ենք իր հետ քննարկումների եւ մարդ ում ամբողջ կյանքը փոխկապակցված է եղել Արցախի հետ։ Այնտեղ ծնվել, մեծացել է
ինքն էր դեռ մեզ դուխ տալիս։ Ու սա շատ հատկանշական բան է, որ ինքը, որ ամենամեծ էմոցիան պետք է ունենար եւ ուներ Արցախի կորստի հետ կապված, ամենամեծ էմոցիան ուներ, բայց ինքը կարողանում էր իրեն պահել, պինդ պահել եւ այդ չոր, ռացիոնալ տրամադրությունը փոխանցել մեզ։ Ես հուսահատ վիճակում որևէ անգամ չեմ տեսել։ Ընդհակառակ ամենածանր պահերին էլ միշտ լուծում կա, հնարավորություն կա, պետք է ջան գործադրել, պետք է այս ուղղությամբ առաջնորդվել, այդ բանը կա, ու դա շատ կարևոր հատկանիշ է թիմը առաջ տանելու համար։ Հայաստանը լրջորեն վտանգված է, լրջորեն վտանգված է։ Այս մարդիկ ընդունակ չեն կանխատեսումներ անել, ընդունակ չեն հաշվարկներ անել։ Նենց էին խոսում, որ ոնց որ աշխարհի տերը իրենք լնեն, ամենի ժողովրդավար երկրի ամենի ժողովրդավար ղեկավարությունը եւ ամբողջ ժողովրդավար աշխարհը սատարելու է Հայաստանին։ Ոչ մեկը չկարնեց, ոչ մեկը ոչինչ չարեց։ Հիմա անում են նույնը։ Դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնում են, թշնամիների հետ իբրև ուզում են լավացնել, փչացնելը հաջողվում է, լավացնելը չի հաջողվում, ավելի շատ ձևական։ Եվ ստեղծում է մի իրավիճակ, երբ Հայաստանը լրջագույն վտանգների առջև են կանգնել, արդեն կանգնած է։ Շատ անմիջական, շատ բաց բոլոր հնարավոր քննարկումների համար։ Այսինքն, եթե որևէ մեկը մեր մի ֆրակցիայի նիստ գոնե տեսնի, թե որքան անկեղծ, որքան բաց մենք բոլոր հարցերը քննարկում ենք, որքան սուր կարող են հնչել մեր դիտարկումները։ Մենք շատ երկար, շատ տարբեր քննարկումներ ենք ունենում եւ համբերատար բոլորին հատ առ հատ լսում է եւ հետո հավաքական որոշումներ ենք կայացնում։ Սովորաբար այլ ընկալումներ կան, չէ՞, նախագահի մասով, որ շատ խիստ միանձնյա որոշումը կայացնում է, հետո կարող է պարտադրել, նման բան չկա ուղղակի։ Ես չեմ տեսել 7 տարվա մեջ որևէ մեկի հետ խոսելուց ասի ջան։ Ես չեմ տեսել անկեղծ, բայց կան մարդիկ, որ անընդհատ ջան են ասում, բայց անընդհատ թիկունքից նուրբ հումոր, ինտելեկտուալ հումոր ունեցող մարդ է։ Ես երբեք չեմ լսել, որ ինքը բարձր տոնայնությամբ խոսի, կոշտ խոսի, հա, շատ ավելի ձիգ, շատ ավելի ճիշտ բառապաշարում, բայց ոչ երբեք բարձր տոների մեջ։ Դեք նախագահան մի առանձնահատկություն ունի, որը շատ քիչերն ունեն մանավանդ էլիտաներում։ Ցանկացած նոր ու անծանոթ մարդու հետ շփումը սկսում է այն կետից, որ այդ մարդը առնվազն իր չափ արժանապատվություն ու ինքնասիրություն ունի։ Բացառիկ կարգապահ ու ճշտապահ ազնվորություն է։ Ասենք այս տարիների ընթացքում, չգիտեմ, քանի 100 անգամ հանդիպած կլինենք, չի եղել մի դեպք, որ 1 րոպե հանդիպումից ուշանա կամ 1 րոպե սպասեցնի, այսինքն այդ ճշտապահությունը եւ կարգապահությունը նաեւ աշխատանքի մեջ բացառիկ է։ Anyway, you want to sit here or? If you want to sit, take Yes, it. please. Yeah. Yes, please. I don't know how can it be. So I don't know how the interview will go on. It's better in Armenian just for one reason. It's very sensitive time.
Այն ժամանակ պատերազմից հետո ընդամենը մի քանի տարի անց եւ էներգետիկ ճգնաժամի ուղղակի ավերվածությունից հետո վիճակը պրոբլեմային էր։ Ես ուղղակի կհիշեցնեմ, որ ընդամենը Երևանում կար 3 լուսավորված փողոց եւ բենզինը ծախում էին հենց մեքենաներից կանիստրներով էին մարդիկ առնում տանում։ Ընդամենը 2 թե 3 բենզալցկավորման կայան կար։ Գրեթե 0-ից պետք էր ամեն ինչ վերականգնել։ «98 թվականից հետո երկրի ճգնաժամի մեջ էր։ Այդ տարիների համագործակցությունը եղել է երկրի ճգնաժամից դուրս բերելու վերակառուցման, թռիչքաձև զարգացման տարիներ։ Դաշնակցությունը իր համայնքական կառույցով, իր ամբողջ հնարավորություններով, իր ռեսուրսներով ներգրավել է պետության կառուցման եւ զարգացման գործին եւ այստեղ նաեւ նախագահի հանգամանք հետ փոխադարձ վստահության հարգանքի եւ գաղափարական հենքի վրա համագործակցությունը տվել է իր արդյունքը։ Ես հիշում եմ Սևան գնացի եւ ամբողջ ճանապարհին երևի 10-15 մեքենա պատահածներ թե ոչ։ Այդ վիճակներ։ Եվ ես հիշում եմ, երբ հյուրեր էին գալիս, ռեստորան չկար հյուրին ընդունելու համար, մեկ ռեստորան կար, որտեղ կարելի էր, այսպես ասենք, հյուր տանել, ոչ թե խորովածանոց էր, դա Մոսկվա ռեստորանն էր, կինո Մոսկվայի այդ շենքի առաջի հարկում, մի փոքր ռեստորան էր, որտեղ սերվիսների առումով ավելի ժամանակից էր, խոհանոցը, այդ վիճակում էր։ Չնայած այդ տնտեսական բավական մեծ խնդիրների, անվտանգային տեսանկյունից անհանգստություն չունեինք, որտեղ համադրելի էր մեր հնարավորությունները Ադրբեջանի հետ, բանակը մարտոնակ էր եւ մեր ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները ամուր էին։ Արդյունաբերությունը իսկապես կաղնած էր, գործարանների մի մասը թալանված էին, բայց թալանված բառը միգուցե ճիշտ չի տվյալ պարագայում օգտագործել, կար էներգետիկ ճգնաժամ եւ այդ ժամանակ գնաց նաեւ վաուչերային սեփականաշնորհում։ Ինքը վաուչերային սեփականաշնորհումը արդար մոտեցում էր ըստ էության իր բովանդակության մեջ դրած իրականությունը վերի ուրիշ դառավ, որտեվ վաուչերները արժե զրկվեցին եւ ըստ էության այդ գործարանները դառան գործարանների տնօրինների սեփականություն։ Եվ այդ դեպրեսիվ վիճակում մի շարք բազմաթիվ գործարաններից հաստոցներ ուղղակի վաճառվեցին, հանեցին եւ գործարանը ըստ էության դադարեց գոյություն ունենալ, մնաց տարածքներ ինչ որ։ Այն ժամանակ ուղղակի մոտեցումս հետեւյալն էր, որ փորձել արագ վերականգնել այն ոլորտները, որտեղ փոքր ներդրումներով կարելի է արդյունք ստանալ։ Բավական արագ կողմնորոշվեցինք եւ իհարկե առաջի հերթին դա ոսկերչություն գործարանները հնարավոր էր աշխատացնել, ադամանդագործություն, փոքր ինվեստիցիաներով, բազմաթիվ աշխատատեղեր, հազարավոր, տասնյակ հազարավոր աշխատատեղեր, այն ժամանակ գորգագործություն, որը կարելի էր գյուղերում ուղղակի վերականգնել այդ նաեւ մշակույթը եւ եւս բազմաթիվ տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Ասեմ, այդ ամենը զարգացնելու համար մենք բավական լուրջ հարկային արտոնություններ ենք սահմանել օրենսդրությամբ եւ ոսկերչության, ադամանդագործության, գորգագործության ոլորտներում։ Արձագանք շատ արագ էր։ Ուղղակի 2-3 տարում տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծում։ Զուգահեռ փորձում ենք վերականգնել այն արդյունաբերական գործարանները, որոնք դեռ այդ պոտենցիալը ունեին։
փորձեցինք նաև քիմիայի վրա մեծ ուշադրություն դարձնել, որովհետև Հայաստանի տնտեսության մեջ քիմիան մեծ տեսակարար կշիռ էր ուղղակի զբաղեցնում։ Նայրիտ այն ժամանակ աշխատեցրինք, փորձեցինք Վանաձորի Քիմպրոմի մի մասը եւ ամենից հետաքրքիրը, որ դրա հետ զուգահեռ հենց ձեռնարկությունները սկսում են աշխատել, դրա հետ զուգահեռ սերվիսներն են սկսում զարգանալ։ Մարդկանց ձեռը մի քիչ փող են գնում եւ մարդ արդեն ուզում է տնից դուրս ինչ-որ մի տեղ ճաշել, ռեստորան գնալ, ռեստորանները սկսեցին զարգանալ, ռեստորանային բիզնես Հայաստանում։ Եվ այսպես շարունակ, խանութներ եւ այլն։ Եթե մարդկանց ձեռում փող չկա, աշխատանք չկա, խանութում համար բացեն։ Այն ժամանակ կենտրոնում Աբոյան փողոցի վրա մի 2-3 խանութ կար, փոքր խանութներ, բուտիկներ կային, այսպես փողատերերի համար։ Մնացածը ասենց ярմаркային առևտուրերը ավելի շատ։ Սա նաև զարգ տվեց շինարարությանը։ Իսկ շինարարությունը ինքը մեծ մուլտիպլիկատոր ունի։ Շինարարությունը նշանակում է, որ շինարարության սպասարկող մի շարք ոլորտներ եւս մոտ են կանգնում։ Բայց սկսել ենք այդ պարզ բանաձևից փոքր ներդրումային ծավալով մեծ քանակի աշխատատեղեր։ Այսպիսի արտահայտություն կա յակրնի ինվեստոր։ Հիմա մի քանի sense անուն, ճանաչված անուն, որոնք կհուշեին ընդհանրապես ներդրողներին, որ սա ներդրումային առումով լավ միջավայր է, Հայաստանը վստահելի է, եւ օրինակ կոնյակի գործարանը այդ քայլերից մեկն էր։ Օրինակ հենց կոնյակի գործարանի սեփականաշնորհում Պերնոդի կարին ուղղակի կապված է իմ հարաբերությունների հետ Ժակ Շիրակի Ֆրանսիայի նախագահի հետ։ Փոխվստահության հարաբերությունները, նաև ընկերական հարաբերությունները դու քեզ թույլ ես տալիս նման հարցերով դիմել, որ կարող են իրենք այո խրախուսել օրինակ այս կամ այն մեծ ընկերությանը ներդրում անել Հայաստանում։ Այո, ես այդպիսի հարցերով դիմում էի եւ սովորաբար արձագանքը դրական էր։ Օրինակ Էդուարդ Էրնիկյանի մուտք Հայաստան։ Առաջի անգամ ես իրեն տեսել եմ, երբ Ղարաբաղի նախագահ էի եւ այցով եղել եմ Արգենտինայում։ Եվ իհարկե հետո երբ ես ընտրվեցի Հայաստանի նախագահ, այդ կապը եղավ, ինքը արդեն օդանավակայանների բիզնեսում էր եւ այո մենք նաեւ դիմեցինք, առաջարկեցինք, որ այստեղ օդանավակայանը պետք է ամբողջությամբ ուղղակի վերափոխվի, հակառակ դեպքում մենք տուրիստական հոսքեր չենք ունենալու եւ մենք այլ ավիաընկերություններ, քան հայկական ավիաուղիներ չենք ունենալու։ Ինքը ոչ թե անթարաշեց, ինքն էլ ոգևորվեց եւ բան արեց, համաձայնվեց։ Եվ հետաքրքիր պատմություն կա նաեւ իր հետ կապված, իր ինքնաթիռով, երբ հենց իմ հետ չէր Օսկանյան Վարդանը հետներ, իր ինքնաթիռով երբ թռնում էին թռիչքուղու վրա, խայտարակ որակի էր, նենց էր թափ տալիս այդ ինքնաթիռը, Էրնիկյանը կատակեց, ասեց, ես զարմանում եմ ձեզ ոնց է Եվրոխորհուրդ ընդունել sense թռիչքուղու, էլի։ Սա մեր մոտ sense մեմի պես մնաց պաշտոնական շրջանակներում։ Կառուցեց փայլուն օդանավակայան, որի շնորհիվ նաև հենց ինքը սկսել է, որի շնորհիվ բավականաչափ օտարերկրյա հայտնի ավիաընկերություններ նաև սկսել են մուտք գործել մեր շուկա։ Որոշեցինք օտարայանը վերածել միջազգային մագարտակի կապի կենտրոնի, որ անկասկած այսօր լավագույնն է այս շրջանի մեջ։ Կտրելով խորհրդանշական ժապավենները սկիզբ Ես կոչ եմ արել այն ժամանակ, որ ամեն մի սփյուռքահայ պետք է, եթե այդ հնարավորություն ունի, պետք է բնակարան կամ տուն ունենա Հայաստանում։ Եվ շատ մարդիկ արձագանքել են։
Կրկորյանի հետ ծանոթացա, ընտրվելուց հետո ինքը եկավ Հայաստան, հանդիպում ունեցանք եւ շատ հետաքրքիր էր հանդիպումը, ինքը բոքսոր, ինքը ասել, ես նման եմ միջին քաշի մի հայտնի բոքսոր չեմպիոնի ինչ որ նմանություն ինքը տեսավ, մենք դրա շուրջ, սպորտի շուրջ բավական խոսակցություններ ունեցանք եւ մի քանի օր ինքը մնաց Հայաստանում, շատ ոգևորված այստեղից գնաց եւ պայմանավորեցինք, որ մենք ի կալիբրի համահունչ ծրագրեր կներկայացնենք, թե ինքը ինչ է կարող անել Հայաստանի համար։ Բայց այդ 2-3 օր մնաց շատ ջերմ էր այդ ամենը։ Ինքը նույնիսկ բաներ, գիտեք, փողոցում որ sense նայում էր ժողովուրդ կա, ասում է, «Այս բոլոր հայ են»։ Ասում բա այո, հայ են։ Ոգևորություն կար իր մոտ, հայերեն լավ չէր խոսում, sense դժվարությամբ, բայց հետաքրքիրը նա է, որ իրենք այդ օրինակ Շարլ Ազնավուրը հայերեն լավ չէր խոսում, բայց որ գալիս Հայաստանում 2-3 օր մնում էր, երրորդ օրը արդեն սկսում են հայերեն շատ ավելի վարժ խոսալ։ Նույնը եղավ կրկի հետ։ Հետո այդ հարաբերությունները հսկայական մի ծրագրի բան դառան։ Լիսի հիմնադրամով մոտ 230 միլիոն դոլարի մի քիչ էլ ավել ծրագրեր Հայաստանում աղետի գոտի, մշակութային օջախների վերականգնում, օպերա, ֆիլհարմոնիկ, թատրոններ, ճանապարհաշինարարություն, Երևան քաղաք, ամեն քայլափոխին կարելի է տեսնել, թե ինչ է արել Լիսի հիմնադրամը Հայաստանում։ Եվ խոսակցություններ չէ կային քննադատողները, որ հա Լիսի հիմնադրամը թավանեցին, մենք այդ փողը չենք տեսել։ Իմ պայմանն է եղել Գրգորյանի հետ, որ մենք այդ փողը չպիտի տեսնենք։ Ուղղակի իրենք այստեղ ծիգեր ստեղծված ծրագրի իրականացման եւ այդ գումարը ստանում էր, բյուջե չէր մոտ։ Ուղիղ այդ գումարը ստանում էր Լիսի հիմնադրամից։ Իրենց ներկայացուցիչները նայում էին, թե որակն են ընդունում, կատարողականն են ընդունում, կանխավճարից հետո ամբողջական վճարումը իրականացնում են այդ ակտերը ամբողջությամբ իրենք։ Լինզի հիմնադրամի ես փոխնախագահն էի Գրգորյանի որոշումով, առաջարկով եւ պատասխանատու էի այդ 100 միլիոնը հետո եղավ 242 միլիոն դոլար եւ ասեմ, որ աշխատանքը շատ բարեհաճով անցավ։ Պարոն Գրգորյանը Հայաստան եկավ երկրորդ անգամ եւ տեսավ այդ բոլոր աշխատանքները եւ վրա դարձավ ինձ ասեց, որ շատ հոյակապ աշխատանք է ստարել։ Այդ գումարը Հայաստանի պետական բյուջե չի մտել եւ կրկնեմ, սա իմ պահանջն էր եւ իմ խնդրանքն էր, որ այդպես աշխատենք, որ ավելի պակաս խոսակցություններից զերծվենք։ Ես տեսնում եմ մեկ բան, որ Հայաստանում դեմոգրաֆիկ հարց կա, գոյություն ունի եւ վտանգը նաեւ նա է, որ Հայաստանը չպետք է դառնա Երևան։ Եթե ճանապարհներ չկառուցես դեպի ծայրամասերը, դեպի սահմանը, դու ոնց որ արհեստական ձևով խրախուսես ժողովրդի կենտրոնացումը մեգապոլիսում, մայրաքաղաք։ Եվ այն ժամանակ բավական մեծ շինարարական ծրագրեր ենք արել մարզերում։ Օրինակ Սելիմի ճանապարհը կառուցեցինք հենց նրա համար, որ Սյունիքը կապել Յարկոնիկի մարզի հետ։ Կարծում եմ Հայաստանը անկախանալուց հետո միակ ճանապարհն է, որը 0-ից կառուցվել է։ Դրանից հետո ուղղակի ասֆալտի քերում են, ինչ որ վրայով նոր ասֆալտ անում, երևի փող աշխատելու ամենից թեթև ձևն է։
Իր կառավարման տարիներին ինքը պաշտոնների չի նշանակել մարդկանց, ովքեր իր բարեկամներն են, իր հարազատներն են, իր ընկերներն են։ Նույնիսկ վերջերս քաղաքացիների հետ մի հանդիպում ունեինք եւ իրեն հարցնում են, արդյոք ծանոթ բարեկամներին ձեր չեք բերել տեղավորել ամբողջ պետական համակարգում, ասում են դուք չեք կարող գտնել իսկապես մի դասարանցի, որ բարձրաստիճան պաշտոնյա է եղել, հա, մի կուրսընկեր կամ չգիտեմ ընկեր, այլ ըստ արժանինքների, ըստ իրենց կարողությունների, իսկապես իր մոտեցումներն այդպիսին են։ Իմ մոտեցումը հետևյալն էր, ես չէր հետաքրքրում կուսակցական պատկանելիությունը։ Նույնիսկ եթե կուսակցության հետագայում կոալիցիաներ էին ձևավորում, մասնագիտական փորձ պետք է ունենա եւ գիտելիք մարդ։ Դուք չեք մի կառավարությունում որևէ մեկին այն ժամանակ, որը այդ մասնագիտական փորձը չունենալ եւ մի անգամից դառնալ նախարար։ Անհնար է ղեկավարին չժողոքորթեն, բայց նախագահի պարագայում վստահ եմ այդ շողոքորթումը անիմաստ այդ շողոքորթողների համար դա աշխարհի ամենաանիմաստ գործողությունն է։ Մտցրեցինք պետական ծառայության համակարգ, որ նախարարի փոփոխությունը չնշանակի նախարարության փոփոխություն, որտեղ կա այսպիսի հասկացողություն երկրի կամ ոլորտի ինստիտուցիոնալ հիշողություն։ Ինստիտուցիոնալ հիշողությունը դա այն պետական համակարգն է բան։ Դա այն է, ինչով հայտնի է հատկապես Գերմանիա եւ իր հաջողության գրավականներից մեկը հենց դա է։ Եվ ինչքան մեր բոլոր քննարկումները ցույց են տալիս, իր ապագա նաև կառավարության մեջ, պետական ապարատում հատկապես պետք է լինեն բացառապես պրոֆեսիոնալներ, ոչ թե կուսակցականներ, որոնք պետք է գնան եւ մի կուսակցության շահերը սպասարկեն, այլ մարդիկ, ովքեր կծառայեն ամբողջ ժողովրդին եւ պետության հետ, այդ դիրքորոշումը շատ հստակ է։ Հարգելի հայրենակիցներ, այսպիսի թանկ հոբելանը ոգևորիչ է եւ պարտավորեցնող։ Անել առավելագույնը հանուն Հայաստանի հզորացման։ Ջանք չխնայել կառուցելու այն նոր երկիրը, որի քաղաքացին լինելը հպարտություն կներշնչի մեր ժողովրդի բազմաթիվ սերունդների։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ անկախության 15-րդ տարելիցի կապակցությամբ։ Փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք Հայաստանի զինված ուժերին, հուրրա! Շատ քրիտիկական պայմաններում ես ինձ վրա վերցնում եմ պատասխանատվություն, բայց նաև ճիշտ հաշվարկով եւ կազմակերպչական առումով հաջողության ես հասնում։ Մենք ձախողված պրոյեկտներ չենք ունեցել։ То есть ես ստեղ այդ միջևերջ գնալը բառը ինքը եւ լավ եւ վատ իմաստ ունի։ Ես ավելի շատ կնախընտրեի օրինակ դա ձևակերպել կամ հռչակված նպատակի միջևերջ իրականացնելու ուղղությամբ։ Որտեղ երբ ասում եմ միջևերջ գնալը մի քիչ մահ կամ ազատության ինչ որ ֆորմուլան է գալիս, ինչը հերոսի համար լավ հատկանիշ է, բայց ղեկավարը պետք է նաև կարողանա հաշվարկել այդ միջևերջ գնալը ուր ատանելու, դեպի փառք թե դեպի փոս։ Շիրակի հետ ես դեռ վարչապետ էի առաջ անգամ որ հանդիպեցի, հրավիրել էր ինձ համոզելու համար, որ ես համաձայնում եմ այն տարբերակին, որը այն ժամանակ իմ ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև կոնֆլիկտ է առաջացրել։ Մենք բաժանվեցինք
ինքը արդեն համոզված լինելով, որ իմ առաջարկը ավելի ճիշտ է, այսպես է։ Հիմա դա չեմ կարծում, որ այդ քիմիան հնարավոր է ասենց բարերով ամեն ինչ բացատրել։ Հիմա կամ ստացվում է, կամ չի ստացվում, բայց կրկնում եմ, դա չի կարող ձևավորել միակողմանի, այսպես չի։ Ahmadinejad-ի հետ հետաքրքիր էր ինքը էապես տարբերվում էր այլ Պարսկաստանի ղեկավարներից։ Ahmadinejad-ը ինժեներ էր կրթությամբ, աշխատել է քաղաքապետ, շատ կոնկրետ։ Ինձ համար պարսկական մշակույթում դա նորություն էր, բայց հաճելի նորություն էր։ Ինչ պայմանավորում էինք, շատ կոնկրետ անում էինք։ Մի տեղ մի բան ուշանում էր, դեսպանը գալիս էր, ասում էր, սենց խնդիր կա, ես շատ գոհ եմ այդ հարաբերություններից։ Ես որևէ ճնշում Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի վրա չեմ ունեցել, ավելի շատ ճնշումը գիտեք ինչ է եղել, իրենք անընդհատ հուշում էին, որ Իրանի հետ մեր հարաբերությունները իրենց սրտով չի։ Պրոբլեմ էր, օրինակ, երբ որ մենք Ahmadinejad-ի հետ պետք է գազամուխը բացեինք Հայաստանի տարածքում, Մեղրիում մենք միասին այդ բանը ֆակելը բանը վառեցինք, մինչ այդ ուղղակի հատուկ դիմել են արտգործնախարարին, որ լավ չի, պետք չի գնալ, փորձում էին հորդորել, որ ես չգնամ, չմասնակցեմ այդ արարողությանը։ Իհարկե մերժեցի։ Այդ կարգի ազդելու փորձեր այո եղել են։ Եվ ասեմ, ես արդեն նախագահ չէի, երրորդ էլեկտրական գծի կառուցման համար մեծ ծրագիրը գազամուխի որ կառուցել ենք, ուշացնում էին Հայաստանից։ Ինքը ինձ հրավիրեց եւ արդեն ոչ նախագահ լինելով ես գնացել եմ Թեհրան, եղել եմ երկու քաղաքում, որպես արարողակարգի մասնագետ, ես ապշած էի այդ բարձր մակարդակի ընդունեցումը արարողակարգն ինքը աստիճանակարգեր ունի, էլի աշխատանքային տարանցիկ այցից մինչև պետական այց Հայաստանի Հանրապետության պաշտոնատող նախագահին Իրանի Իսլամական Հանրապետությունում ընդունեցին պետական այցի մակարդակին հարիր ձևով։ Շատ բարձր մակարդակով ընդունելություն եղավ եւ ինքը շատ բարձ ինձ ասաց, որ այս ծրագրերը ուղղակի կաղնել են։ Եվ կաղնել են, որովհետև հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում։ Ես այն ժամանակ ուղղակի հասկացա, որ ինքը բազմաթիվ փորձերից հետո որոշել է ինձ եւս դիմել, ասելով, որ մեր պայմանավորվածությունները կիսատ են մնացել։ Երևի այդ ժամանակ ամբողջականացավ իմ մոտ, էլի, թե նախագահան տարածաշրջանի խաղաղության համար ինչ մեծ ներդրում է ունեցել տարածաշրջանի հավասարակշռության ու ստաբիլության համար։ Քանի որ նաև ռուսական ընկերությունում էին այն ժամանակ ներգրավված, խոշոր ընկերությունում ամեն տարին երևի մի 8-10 անգամ գնում էի Մոսկվա այդ ընկերության գործերով։ Հիմա ժամանակ առ ժամանակ հանդիպում էինք նաև այդ ընթացքում ամբողջ 10 տարիների ընթացքում այդ շփումները շարունակվել են։ Երբ ինքը վարչապետ է եղել այդ ընթացքում Սպիտակ տանն էինք հանդիպում, ռուսական Սպիտակ տանը, երբ եւս վերընտրվեց նախագահ, արդեն հանդիպում էինք Կրեմլում կամ Նովոագարովը իր ապրելու վայրում։ Այո, միշտ եղել է այդ շփումը։ Գիտեք, ընկերությունը, ասենց ասեմ, ուրիշ հարցա դու ունես մանկական ընկերություն, ուրիշ հարցա դու շատ լավ արդյունավետ համագործակցություն ունեցել նախագահի հետ, փոխադարձ հարգանքը մնացել է, բայց այդ ընկերությունը մի քիչ ուրիշ ընկերություն է, ավելի շատ փոխադարձ հարգանքի վրա հենված։ Կլինտոնի հետ հարաբերությունները ինձ համար շատ ավելի հետաքրքիր էին, քան Բուշի հետ։ Կլինտոնը իմ տպավորությամբ ավելի մեծ ջանքեր էր գործադրում ավելի խոր ուսումնասիրելու, հասկանալու հարցի էությունը, նրբերանգները։ Որտե համագործակցությունը Մինսկի խմբի հետ արդյունավետ էր եւ այն ժամանակ թեկուզ կային իհարկե հակասություններ Միացյալ Նահանգներ Ռուսաստան, բայց
այս կերպ չէր, սրված չէր, եւ Մինսկի խմբի շրջանակներում կարող եմ միանշանակ ասել, որ շատ արդյունավետ համագործակցություն է։ Համոզված եմ, որ հնարավոր է նաեւ հիմա հասնել դրան։ Նույնիսկ իրար հետ հակասություններ ունենալով կոնկրետ, փոխշահավետ ծրագրերի շուրջ համատեղ ջանքեր գործադրեն ինչ-որ մի նպատակի հասնելու համար։ Շատ տափորձ էր։ Մենք ունեինք ստրատեգիական հարաբերություններ, դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց դա չէր ենթադրում, որ դու քո տնտեսական քաղաքականության մեջ հենված ես միայն sense Ռուսաստանի հետ հարաբերությունների, այդպիսի բան չկա։ Ես զարմանում եմ, որ հիմա փորձում են sense ամեն ինչը փաթեթավորել մի կենտրոնի հետ։ Եվ այդպիսի հարց Ռուսաստանը ինքը չէր դնում։ Մեր հարաբերությունները դա չէր տնավորում։ Մոտեցումը հետևյալն էր։ Մենք մեր արտաքին քաղաքականության մեջ երբեք քայլեր չէինք անում, որոնք կարող են մեր դաշնակիցները դիտեն որպես իրենց անվտանգության սպառնալիք։ Երբեք քայլեր չէինք անում, որ օրինակ Իրանը կարող է մեր քայլը դիտի որպես իրենց անվտանգության սպառնալիք։ Իսկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի համար մեկ խնդիրն է։ Հիմա դու եթե այդ հարցերը չես անում, վստահություն ունես եւ դու լավ տնտեսական ծրագիր ես իրականացնում մեկ այլ ընկերության հետ, ամերիկյան կամ եվրոպական ընկերության հետ, ինչի՞ քեզ պետք է խանգարի, եթե այդ վստահության մթնոլորտը կա։ Հայաստանը սփյուռքով եւ Հայաստանը առանց սփյուռքի։ Որ տարբերակն է, որ մոդելն է ավելի լավ։ Ակնհայտ է, որ Հայաստանը սփյուռքով ավելի մեծ քաշային կատեգորիա է, քան Հայաստանը առանց սփյուռքի։ Կրկնակի ավելի մարդ դրսում, որոնց կապը Հայաստանի հետ ունի տնտեսական նշանակություն Հայաստանի համար, մեր արտաքին քաղաքականությունը, մեր դեսպանատների Այս գործունեությունը մի զգալի մասով կապված է նաև սփյուռքի հետ, որտեղ այդ սփյուռքի ուժը այդ երկրներում ազդեցությունը էապես օգնում է նաև մեր արտաքին քաղաքականության իրականացմանը։ Մեզ բոլորիս համար Հայաստանը համայն հայության հայրենիքն է եւ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է։ Ամենից մեծ վտանգը սփյուռքում, երբ որ ուղղակի երրորդ սերունդում մարդը հիշում է, որ ինքը հայ է, բայց արդեն հայերեն չխոսում եւ կապ Հայաստանի հետ կտրվում է։ Մենք աջակցություն էինք ցուսաբերում դպրոցների, մենք նույնիսկ գիրքեր էինք ուղարկում, անում էինք ամեն ինչ, որ այդ հայախոսությունը նաեւ սփյուռքում հնարավորին երկար հնարավոր ունի պահել։ Եվ սա ուղղակի ես չեմ հասկանում, թե եթե կա հնարավորություն ունենալ այս պոտենցիալը, դու ինչի ես քեզ սահմանափակում քո 3 միլիոն բնակչության կարողությունների շրջանակներում, ինչու՞։ Իմ համար կան քաղաքական գործիչներ ամենայն հարգանքով իրաց հանդեպ ու պետական գործիչներ։ Հենց այդ պետական գործիչի խաչը, որը որ երևի այս երկրի վրա չի դրվում, էլի այդ դրոշմը։ Այ հենց այդ խաչն է, որ նախական պատվով տանում է ու տանելու է։ Հայրենիքը այն է, ինչը բոլորի սրտում կա եւ ինչի համար ամեն մարդ պետք է պատրաստ լինի պայքարել։ Ոչ թե ասել ես իմ երկրի համար չեմ ուզում պայքարել, որովհետեւ սա պետություն է, այս պետության գլխին այս ինչ մարդն է նստած, ես նրան չեմ ընդունում կամ չեմ սիրում։ Այս երկու ձևակերպումները ինչքան իրար մոտ լինեն, այնքան լավ։ Բայց դրա համար պետք է պետություն լինի, որը գոնե ինքնության հետ չի պայքարում։ Ավելի դժվար է լինելու ինքնության հետ պայքարի հետքերը վերացնել։ Որտեղ իմ տպավորությամբ սա այն է, ինչ որոշակի ժամանակ ուզենալու է, որտեղ դպրոցներում սկսում են հայ ժողովրդի պատմությունը այլ կերպ դասավանդել, երբ սկսում են եկեղեցու դեմ պայքարը, եկեղեցու վարքաբեկելու պայքարը, սա որոշակի հետք բնակչության մի մասի մոտ թողելու է եւ այստեղ
ասենց որոշումներով չես կարող փոխել։ Դու ուղղակի պետք է այդ քաղաքականությունը փոխես եւ փոխված քաղաքականությունը ժամանակի մեջ պետք է իր էֆեկտը տա։ Բայց պետք է սա անել։ Հակառակ դեպքում մենք անդեմ անհասկանալի երկիր ենք դառնալու։ Երկիր, որտեղ այդքան էլ կարևոր չէ թե ով է ապրում։ Միշտ քո ներկան հիմնված է անցյալի վրա, քո հայացքդ պետք է ուղղված լինի ապագայի վրա։ Այլ կերպ պետությունները ուղղակի չեն կառուցում։ Չպետք է ղեկավար լինի մարդ, որը ինքնատիրապետում չունի։ Առաջի դեպքի ինքնատիրապետումը սա համար 1 պահանջներից է։ Համար 1 պահանջներից է։ Կանխատեսելիություն։ Այն ինչ այսօր չկա։ Եվ քաոսի վերացում է։ Ես իմ կյանքից հանում եմ այս 8 տարիները եւ առաջ Աստված, որ այս 8-ով մենք վերջացնենք, չի կարելի, շատ տևեց, չի կարելի այսպես, ազգենք չէ վերջապես, հույսահատված են, անդադ իրար հարցրեն, բայց ինչ կլինի, ոնց կլինի, պետք չի հույսահատվել, պետք է ուղղակի միանալ։ Չեմ կարծում, որ կան լավ եւ վատ ժողովուրդներ։ Կան լավ եւ վատ առաջնորդներ, լավ կամ վատ քաղաքական միավորներ։ Մեր ժողովուրդը կենցաղում հեչ միամիտ ժողովուրդ չի։ Տեսնում եմ, որ նաեւ հայերը որտեղ հայտնվում են, ճանապարհներ են գտնում իրենց հարցերը լուծել։ Սա նշանակում է, որ կենցաղային մակարդակում մենք հեչ միամիտ ժողովուրդ չենք, բավական ճարպիկ ժողովուրդ ենք։ Բայց քաղաքական առումով չափազանց միամիտ։ Ես չեմ պատկերացնում որևէ այլ տեղ, այլ ժողովրդին, որին կարելի է այսպես խաբել, ոնց որ հիմա են խաբում մեր ժողովուրդը։ Արտաքին թշնամուն ավելացավ ներքին թշնամին ավելի վտանգավոր է, որտեղ նա ներսից է քայքայում ամեն ինչը եւ այսօր նրանք հասել են արմատներին, իսկ այդ արմատներն են, որոնք մեզ սնում են, որ մենք մնանք հայ, մեր հայկական հողի վրա եւ դրա համար ես նորից կրկնում եմ, որ պայքարը շարունակվում է։ Մի ոլորտ չի մնացել, որտեղ վերանորոգելու կարիք չկա։ Իրականում ամեն ինչից։ Բայց ես չեմ կասկածում, որ 5-6 ամսում մարդիկ տարբերությունը տեսնելու են։ Նաև մթնոլորտի տարբերությունն են նկատելու։ Ուղղակի չեմ կասկածում։